Խաղաղություն քեզ։ Առանց մեղքի վախի լինում ենք խաղաղ։ Եսայի 48:22 խոսքում ասվում է. ամբարիշտները խաղաղություն չունեն։ Կարծում եմ դու էլ զգացել ես, որ երբ վատ կամ չար բան ես անում և Աստծո կամքից դուրս ես գալիս, ներսումդ լինում է վախ, տագնապ, դա հենց մեղքն է, որ մենք ապրում ենք մեղքի կյանքով, խաղաղություն չենք կարող ունենալ։ Ես հիշում եմ մինչև իմ ապաշխարությունից առաջ, թե ինչքան սխալներ և մեղքեր ունեի և միշտ վախի մեջ էի լինում, որ հանկարծ ոչ մեկ չիմանա, տագնապը ինձ սպանում էր։ Բայց երբ հասկացա Տեր Հիսուսի ներման գինը, իմ մեղքերը թողնելով, ես ունեցա կատարյալ խաղաղություն Քրիստոսի մեջ։ Անխաղաղությունը լինում է նաև Տիրոջը չվստահելուց, երբ ինչ-որ փոթորիկ է լինում շուրջդ, քո խաղաղությունից մի ընկիր, որովհետև Փիլիպպեցիների 4:7 խոսքում գրված է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի»։ Դժվարությունների մեջ էլ կարող ես հանգիստ մնալ և Քրիստոսի խաղաղություն ունենալ։ Եթե իհարկե հավատում ես Աստծուն, դու միշտ կարող ես խաղաղություն ունենալ։ Ես ուզում եմ, որ ես և դու, եթե Քրիստոսին ունենք և հոգևոր կյանքով ենք ապրում, գնահատենք հենց ներկայիս ամեն օրը, ամեն ընթացքը, հիշելով, թե որքան ընկած էինք, որքան վախերի մեջ էինք, բայց Քրիստոս մեզ ազատեց և իր սիրով մեր սիրտը լցրեց։ Քեզ խաղաղ օր, հիշիր, որ Աստված սիրում է քեզ և իր խաղաղությունը քեզ և ինձ է թողել։ Գնահատենք և խաղաղության մեջ մնանք և խաղաղ լինենք բոլորի հետ։